Ռուսաստանը ժամանակավորապես թատրեցուցած է Հայաստանին արտահանվող ամբողջ ծգնամթերքի մատակարարումները։ Քերատեսչության մեջ ընդգծած են, որ հայկական կողմին հետ կաշխատին Ռուսաստանի շուգա մատակարարվող ցուգի եւ ծգնամթերքի անվտանգության ապահովության ուղղությամբ։ Նախորդային կառավարության նիստեն հետո ջեբազրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադառնալով Ռուսաստանի կողմեն հայկական ապրանքներու սահմանափակումներու հարցին նշած էր, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային քանի մթրույթներու վրա հիմնված է աշխատուժի, ապրանքներու, ծառայություններու եւ նյութական ազատ տեղաշարժի։ Եթե այդ չկա կնշանակե Եվրասիական տնտեսական միություն չկա եւ ԵԱԴՄ հարցին պետք է հստակ պատասխանե ինքը կա թե չկա, սա ձեր վարչապետը։ Քաղաքացիական պայմանագիրի վարչության նիստին ազգային ժողովի նախագահի տեխնազոն դրվեցավ Ռուբեն Ռուփինյանը հայտնեց Նիկոլ Փաշինյան։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպված է նորընձիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքին տեխնազու գրնան առաջադրվել բոլոր խմբակցությունները։ Խոսնակը կընդրվի քաղաքնի քվեարկությամբ, պատգամավորներու ընդհանուր ցիվիցայներու մեծամասնությամբ կունենա 3 տեղակալ, որոնց մեկը ընտիմության գազմե։ Հունիսի 7-ի ընտրություններու արդյունքով խորհրդարան անցան քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքները։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններու ղեկավարման հարցերով Թուրքիո հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչ շնորհավորած է Ռուբեն Ռուփինյանը ազգային ժողովի նախագահի տեխնազու ընտրվելուն համար։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնին ընտրվելուն առիթով կշնորհավորեմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացի մեջ իմ գործընկեր Ռուբեն Ռուփինյանը, որուն հետ 4 տարվան ընթացքին ձևավորած ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Անոր գմախտեմ շարունակական հաջողություններ նաեւ իր նոր պաշտոնին մեջ X-ի հարթակին գրած է թուրք դիվանագետը։ Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետար Զարե Սինանյանի աշխատանքային այցելությունը Հունաստան կշարունակվի։ Սինանյան հանդիպած է հայ-հունական արևդրական արդյունաբերական բալադի ղեկավար անդամներ Աքիս Տակազյանի եւ Գևորգ Կոլանյանի հետ։ Հանդիպան ընթացքին քննարկված են Սփյուռքի տնտեսական ներուժի ավելի արդյունավետ ներգրավման, գործարար գաբերու ընդլայնման եւ համատեղ նոր նախաձեռնություններու իրականացման կարելիությունները։ Անդրադարձ կատարված է նաեւ 2026 թվականի նոյեմբեր 5-ին 8 Երևանի մեջ կայանալիք Աշխարհային հայկական կակատնաժողովի նախապատրաստական աշխատանքներում Զարե Սինանյան ընդգծած է Սփյուռքի մեջ գործող արևդրական արդյունաբերական բալատներու ներկայացուցիչներուն մասնակցության կարևորությունը նպատակ ունենալով համագարկված ներկայացնել Սփյուռքի տնտեսական ներուժը եւ խթանել Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ընդլայնումը։ Իսրայելի արտաքին գործոստ նախարար Գեդիոն Սար երկրի կառավարության պիտի ներկայացնի հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմեն պաշտոնապես ճանչնալու վերաբերյալ բանաձև։ Իսրայելի արտաքին գործոստ նախարարը այդ մասին գրած է X-ի հարթակին։ Ես Իսրայելի կառավարության հաջորդ նիստին պիտի ներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմեն հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներուն հայ ժողովրդի թեմ կատարված ցեղասպանության ճանաչումը եւ բարոյական եւ պատմական բարդականություն է։ Մենք պետք է նաեւ Վճռականորեն դադարենք պատմական ճշմարտության որևէ շղթում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագային պիտի ներկայացվի Քնեսեթ քվեարկության։ Գրած է Սար։ Ամերիկան Իրանի հետ բանակցություններու մեջ կգտնվի ուժեղ թիրքի վրա հայտարարած է նախագահ Դոնալդ Թրամփ, աննշած է, որ Հորմուզի նեղուցը արդեն բաց է, ինչպես նաև ընդգծած, որ աշխարհը մեծ վտանգի մեջ պիտի լար, եթե Իրանը ունենար գորիզային զենք։ Մինչդեռ ՄԱԳ-ի միջազգային ծովային գազམ་ագերբությունը դադրեցուցած է ավելի գանուխ ծրագրված ավելի քան 11000 նավաստիներու դարհանումը, որոնք մնացած էին Հորմուզի նեղուցին մեջ Ամերիկայի եւ Իսրայելի Իրանի դեմ պատերազմի սկսելեն հետո։ Որոշումին պատճառը նեղուցով անցնող բեռնադար նավուն վրա հասցված հարվածն է։ Գազམ་ագերբության ղեկավար Արսենիո Դոմինգես հայտնած է, որ հաջողած են դարհանել քանի մնավեր, սակայն իրենք կուզեն համոզվել, որ գործողությունը շարունակելու համար արգա են անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ։ The Wall Street Journal հղում ունելով ամերիկացի պաշտոնյաներուն հայտնած է, որ Իրանի իսլամական հեղափոխության բահաբաններու ստորաբաժանումը Հորմուզի նեղուցին մեջ Օմանի ափերուն հարվածած է Սինգապուրի թրոշակի տակ անցնող բեռնադար նավը։ Ամերիկայի Կերակույն Թադարանը Թրամփի վարչակազմին թույլատրած է դադրեցնելու Հայիթիեն եւ Սուրիայեն եկած ներգաղթյալներու պաշտպանությունը։ Ամերիկայի Կերակույն Թադարան 5 շաբթի օր երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրեց դադրեցնելու ժամանակավոր պաշտպանվածության ղեկավարի գործողությունը Հայիթիեն եւ Սուրիայեն եկած ներգաղթյալներուն համար, որոնք նախապես պաշտպանություն ստացած էին բռնություններու եւ դարերային աղետներու պատճառով, կհաղորդե Associated Press գործակալությունը։ Այժմ Ամերիկայի ներքին անվտանգության նախարարությունը
Հայաստանը գրնա չեղարկել ծրագիրը, որն ընդհանուր առմամբ արդակսում են կպաշտպանե 17 երկիրներեն մոտ 1.300.000 մարդ։ Իսրայել հայտարարած է, որ զորքերը դուրս չի բերեր Լիբանանի հարավեն, քանի դեռ Հեզբալլան չէ զինաթափված։ Մենք մեր ուժերը դուրս չենք բերեր հարավային Լիբանանեն, քանի դեռ Հեզբալլան կմնա սպառնալիք, զինաթափված եւ աբարազմականացված չէ, ըսած է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենցեր լրագրողներուն հետ ջբազրույցին։ Հայտարարությունը հնչած է Վաշինգտոնի մեջ Ամերիկայի միջնորդությամբ Իսրայելի եւ Լիբանանի միջև ընթացող բանակցություններու լույսին տակ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներեն հավատարմություն գուզե Սպիտակ տան մեջ Թաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփ հավատարմության հարցը գաբած է դաշնակիցներու պաշտպանական ծախսերուն հետ։ Թրամփ նշած է, որ հիասթափված է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն միացած Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Մենք նույնիսկ ադոր գարիկը չունեինք, բայց լավ գլար, եթե անոնք ընեին այդ, ըսած է Ամերիկայի նախագահը։ Գերմանիո վարչապետ Ֆրեդերիխ Մերց հայտարարած է, որ Ուկրաինան ուժեղ ցիր կսպաղեցնե մարտի դաշտի մեջ, ան Ռուսաստանին կոչրած է սարեցնել շփման քիծը եւ վերադառնալ Կիևին հետ բանակցություններով։ Ռուսաստանը չի հաղթեր այս պատերազմին, Կիևին եվրոպական աջակցությունը անսասան է, ըսած է Մերց Ուկրաինո վերականգնման հարցերուն նվիրված խորհրդաժողովին։ Ան նշած է, որ 7-ի խումբի կակատնաժողովեն հետո եվրոպական երկիրներուն եւ Ամերիկայի միջև կբահբանվի միասնություն Ուկրաինո հարցով, եւ այսօր մենք հստակ ուղերձ կհղենք Ռուսաստանին եկած է բանակցություններու մեջ մտնելու, առաջնակիցը սարեցնելու, սպանությունները թատրեցնելու ժամանակը, ըսած է Մերց։ Վենեսուելայի մեջ իրար հաջորդող 7.2 եւ 7.5 մագնիտուդ երկրաշարժներու զոհերու թիվը հասած է 235-ի, 4300 վիրավոր կա, հաղորդե BBC-ն, նշված է, որ մայրաքաղաք Կարակասի եւ Մոդագա Լագուայրա ծովափնյա քաղաքի մեջ շենքերու փլատակներուն տակ մնացած մարդիկ օգնություն կգանչեն։ Որոնողական աշխատանքները կշարունակվին։ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգես հայտարարած է, որ վնասված կամ փլուզված է 250 շենք, որոնց մեծ մասը Լագուայրայի մեջ։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդագայանը փակ կմնա լուրջ վնասներու պատճառով։ Ամերիկան խոստացած է $150 միլիոն օգնություն տրամադրել Վենեսուելային։ Ամերիկայի զինված ուժերու հարավային հրամանատարություն հայտնած է, որ կուղարկեն ռազմական նավեր եւ օդանավեր օգնելու որոնողական խումբերուն եւ փրկարարական գործողություններում։ UNICEF-ն ալ հայտնած է 48 տոն մարդասիրական օգնություն ուղարկելու մասին, որ Վենեսուելա պիտի հասնի 29 հունիսին։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը։